Ըստ խնդրի երկու երեխա լողում էին նավակով, գետի ափին մոտեցավ զինվորական ջոկատ, նավակն այնքան փոքր է, որ այն կարող է տեղափոխել միայն մեկ զինվոր կամ երկու երեխաներին, պետք է հասկանալ, թե ինչպես զինվորներին այդ նավակով տեղափոխել մյուս ափ։ Նախ նկատենք այսպիսի մի փաստ, որ այստեղ նշված է, որ երկու երեխա լողում էին, իհարկե մենք երեխաների քանակը գիտենք, բայց գետի ափին մոտեցել է զինվորական ջոկատ, որտեղ նշված չէ զինվորների քանակը, այսինքն մեզ մոտ այն ինչ պետք է գտնենք զինվորների քանակից կախված չէ, այսինքն տեղափոխման մեթոդը կախված չի լինելու զինվորների քանակից։ Դրա համար բավարար է ուղղակի հասկանալ մի զինվորին ինչպես մենք կարող ենք տեղափոխել մյուս ափ եւ արդեն դրանից հետո լուծել այս խնդիրը մնացածի դեպքում։ Շատ լավ, դե ամենատրամաբանական քայլը առաջին պահին դա որն է։ Նախ մի փաստել, ենթադրենք, թե բոլորը գտնվում են ձախ ափում գետի, այստեղով գետը թող հոսի եւ պետք է տեղափոխել աջ ափ։ Սա մեր հստակեցման համար ավելի հարմար կլինի լուծել։ Շատ լավ, ինչպես կարող ենք այդ ամենը անել։ Դե նկատենք, որ եթե մի զինվորը հենց նստի նավակը եւ գնա մյուս ափ, նա իհարկե կտեղափոխվի մյուս ափ, բայց այդ նավակը կմնա հենց աջ ափում գետի եւ ոչ մի ձև չենք կարողանա նավակը հետ բերել դեպի ձախ ափ, ինչը նշանակում է, որ այդ ձևով միայն մեկ զինվոր կկարողանանք տեղափոխել, բայց մեզ ընդհանուր զինվորական ջոկատն է պետք տեղափոխել, որտեղ մեկից ավելի զինվոր կա։ Շատ լավ, այսինքն առաջին քայլում զինվորի տեղափոխելը լրիվ անիմաստ քայլ է, ոչ մի ձև մեզ օգուտ չի տա։ Իսկ ինչ կարող ենք անել այդ դեպքում։ Դե եթե օրինակ երեխաներից ընդամենը մեկը գնա մյուս ափ, դա նույնպես մեզ օգուտ չի տա, որովհետև այդ մի երեխան գնաց աջ ափում, կլինեն այդ երեխան եւ նավակը, ու դրանից հետո ինչ կարող ենք անել։ Նավակը ոչ կարող ենք ուղակի հետ բերել արագ, ոչ էլ կարող ենք ինչ-որ ձև օգտագործել։ Դրա համար ակնհայտ է, որ մեր առաջին քայլը կլինի այն, որ երեխաներից երկուսը, այս երկու երեխաները կնստան նավակ ու կգնան աջ ափ։ Այսինքն եկեք այսպես փորձենք պատկերել ամեն ինչ։ Սա սկզբնական իրավիճակն է։ Վերցնենք մի զինվոր եւ երկու երեխաներին ու նրանց հետ մեկտեղ վերցնենք նավակը։ Հիմա արդեն առանձնացնենք կրկին աջ եւ ձախ ափերը։ Ահա այսպես։ Շատ լավ։ Ու սա մեր 0-րդ իրավիճակն է։ 0-րդ քայլ կարող ենք համարել։ Կամ հենց նշել սկիզբ։ Ամենասկզբում այս իրավիճակը ունենք։ Հիմա առաջին քայլից հետո, այսինքն առաջին տեղափոխությունից հետո ինչ իրավիճակ կունենանք։ Եկեք գրենք քայլ 1։ Դե ինչպես արդեն նշել եմ, երկու երեխաների նավակով աջ ափ գնալը ամենատրամաբանական քայլն է, որ կարող ենք ունենալ։ Այսինքն զինվորը դեռ կմնա ձախ ափում, բայց արդեն երեխաներն ու նավակը կգնան աջ ափ։ Հետևաբար այս իրավիճակն էլ կունենանք այնտեղ։ Նավակը թող լինի այստեղ, երեխաներն էլ այս հատվածում կլինեն։ Շատ լավ։ Հիմա երկրորդ քայլից հետո ունենք այս իրավիճակը ու ինչ կարող ենք սրանից հետո անել, տեսեք, նավակը դեռ գետի հատվածում է, ահա այսպես, երեխաները ափում։ Դե տեսեք, որ արդեն ակնհայտ է, որ մեզ պետք է ինչ-որ ձև նավակը հետ բերել, որպեսզի կարողանանք զինվորին տեղափոխել աջ ափ։ Դրա համար բավականին տրամաբանական է, որ երեխաներից մեկը նստի նավակը եւ հետ գա դեպի ձախ ափ։ Այդ իսկ պատճառով մեր քայլ 2-ը կլինի այն, որ դե ոչ մի ձև չի տեղափոխվում այս զինվորը, բայց այս երեխան նստում է նավակը ու գալիս է դեպի մյուս ափ։ Վերցնենք։ Պատկերենք նախ այս ամենը այստեղ դեռ, բայց նավակը արդեն կլինի ձախ ափին, իսկ մի երեխան նույնպես կլինի ձախ ափում։ Շատ լավ, այս իրավիճակը ունենք քայլ 2-ից հետո, ակնհայտ էր երկու երեխաները նստեցին նավակ ու գնացին աջ ափ, հետո մի երեխան նստեց նավակը ու գնաց հետ դեպի ձախ ափ, որովհետև մեզ պետք էր նավակը հետ բերել։ Հիմա սրանից հետո էլ արդեն զինվորը թող հանգիստ նստի նավակը, գնա աջ ափ, այսինքն տեղափոխվի աջ ափ, եւ մյուս երեխան հետ կբերի նավակը։ Ինքն քայլերի հերթականությունը արդեն այստեղից պարզ է, թե ինչպիսին պետք է լինի։ Ահա այս զինվորը կնստի նավը,
նավակը եւ կգնա դեպի աջ ափ, ինչը նշանակում է, որ հաջորդ քայլին մեզ մոտ այս երեխան իր դիրքում է լինելու, նավակը լինելու է աջ ափում, մյուս երեխան նույնպես իր դիրքում կլինի եւ զինվորը արդեն տեղափոխված կլինի աջ ափ։ Ահա։ Դե այստեղից էլ մեզ ուղղակի անհրաժեշտ է նավակը հետ բերել, այսինքն երկրորդ երեխան նավակի մեջ կնստի եւ հետ կբերի այն ձախ ափ, ինչը նշանակում է, որ մեր 4-րդ քայլն էլ, 4-րդ գործողությունը առհասարակ կլինի նավակի հետ բերելը։ Այսինքն ընդհանուր մեզ մոտ 2 երեխաներ ուղղակի կհայտնվեն ձախ ափում եւ նավակը նույնպես նրանց մոտ կլինի։ Շատ լավ։ Այսինքն մենք նկարագրեցինք ալգորիթմ, թե ինչպես կարելի է տեղափոխել մի զինվորին ձախ ափից աջ ափ։ Բայց սա կարելի է անել ցանկացած զինվորների քանակի համար, որովհետև տեսեք, մենք հետ վերադարձանք մեր սկզբնական իրավիճակին։ 2 երեխաները իրենց նավակով գտնվում են ձախ ափում եւ նրանք մի զինվոր կարողացան տեղափոխել։ Հետևաբար, այս նույն ձևով բոլոր զինվորներին նրանք կտեղափոխեն։ Դա ինչ որ ձև այստեղ պետք է բառերով նկարագրել։ Այսինքն, նշում ենք, որ մենք ցույց տվեցինք թե ինչպես կարելի է մեկ զինվոր տեղափոխել։ Եվ այստեղ կարևոր է եկանք սկզբնական իրավիճակին։ Ուստի ցանկացած քանակություն կարելի է տեղափոխել։ Կամ ուստի բոլորին այդպես կտեղափոխենք։ Բոլորին այդպեսի փոխարեն եկեք նշենք նույն ալգորիթմով, որովհետև այստեղ մենք ալգորիթմ ենք նկարագրում։ Շատ լավ։ Կտեղափոխենք։ Եվ սա արդեն խնդրի վերջնական լուծում է, որովհետև ահա այս մի զինվորի տեղափոխություն նկարագրելու գործընթացը բավարար չէ, որպեսզի ավարտանք այս խնդրի լուծումը։ Մեզ պետք է ընդհանրացնել։ Լավ, մի զինվորի այսպես տեղափոխեցիք, բա մնացածի հարցը ինչ ենք անելու։ Իհարկե, պարզ է, որ մնացածին նույն ձև կտեղափոխենք, բայց խնդրի լուծման մեջ դա պարտադիր է նշել այստեղ։ Այնպես պետք է նշել, ինչպես այստեղ ես նշեցի։ Թեկուզ ձեր բառերով առհասարակ պարտադիր չէ այս ամենը գրել։ Ուղղակի պետք է նշել, որ մի հոգուն մենք այդպես կարողացանք տեղափոխել, եկանք սկզբնական դիրքին, որովհետև դա շատ կարևոր էր, եկանք սկզբնական խնդրին։ Եվ քանի որ արդեն այդ խնդիրը լուծելու ձևը մենք գիտենք, ահա այսպես, նշանակում է, որ բոլորին էլ այդպես կարելի է տեղափոխել։ Շատ լավ։ Եկեք այս ամենը մի քիչ կողք տեղափոխենք։ Ահա Շատ լավ։ Դա ստացվում է, որ այսքանը մեզ մոտ խնդրի լուծումն է ամբողջական։ Դրա համար եկեք հիմա ամփոփենք այս խնդրի լուծումը, որպեսզի հստակ կրկին վերհիշենք մեր քայլերը։ Շատ լավ։ Առաջին կտորը այն էր, որ ես նշեցի, որ այստեղ ջոկատում զինվորների քանակը նշված չէ, հետևաբար դրանից անկախ է լինելու մեր լուծումը, ինչն էլ նշանակում է, որ պետք է ամենասկզբում դիտարկել մի զինվորի իրավիճակը։ Հետո արդեն մտածում ենք, եթե զինվորը տեղափոխվի, ինչ կլինի, եթե մի երեխա տեղափոխվի, ինչ կլինի, եւ եթե 2 երեխան տեղափոխվեն, ինչ կլինի, որովհետեւ այդ 3 հնարավոր իրավիճակներ ունենք։ Ու միայն տրամաբանական էր 2 երեխայի առաջին քայլով տեղափոխվելը։ Դե դրանից հետո նավակը ինչ որ ձև պետք էր հետ բերել, դրանից հետո ակնհայտ էր, որ պետք է մի զինվորին տեղափոխել մյուս ափ եւ դրանից հետո կրկին ակնհայտ էր, որ պետք է նավակը հետ բերել։ Այդ 4-րդ քայլից հետո մենք եկանք մեր խնդրի սկզբնական իրավիճակին, որովհետեւ 2 երեխաները իրենց նավակով գտնվում էին գետի ձախ ափում եւ մնացած զինվորները, ահա այստեղ մնացած զինվորները նույնպես գտնվում էին նրանց հետ նույն ափում եւ պետք է նրանց տեղափոխել։ Ինչ անելու ձևը մենք արդեն գիտենք։ Ու քանի որ մի զինվորին այսպես տեղափոխելուց հետո մենք եկանք սկզբնական խնդրին եւ դա լուծելու ձևը գիտենք, նշանակում է, որ նույն ալգորիթմը կիրառելով կարող ենք բոլոր զինվորներին տեղափոխել գետի մյուս ափ։ Շատ լավ։
Այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։